ոչի արդյունք են։ Ուզում եմ անդրադառնալ շինարական աշխատանքների հետ կապված գումարների չծախսվելուն, նշել եք, որ դրանք տեղափոխվել են 2026 թվական, հաշվի առնելով Գյումրիում իսկապես լուսավորողման աշխատանքների հրատապությունը, նաև օրինակ կտուրների վերանորոգման խնդիրը, շների ապաստանի հարցը, ինչու այդ գումարները մենք չենք կարողացել ըստ էության ծախսել եւ ինչու չենք կարողացել գյումրեցիների հոգսը թեթևացնել, ինչքան էլ դուք նշում եք ժամանակահատվածը կառավարման, բայց այնուամենայնիվ դա այդքան էլ քիչ ժամանակահատված չէ, այսօրվա դրությամբ համարյա 1 տարին կլրանա եւ 1 տարվա ընթացքում էական որևէ փոփոխություն Գյումրիում տեղի չի ունեցել։ Եթե ունեցել է, խնդրեմ դուք օրինակ 3 գլոբալ ծրագիր նշեք, գոնե 3-ը, որոնք ձեր կառավարման օրոք, այսինքն 1 տարվա մոտ 1 տարվա ընթացքում դուք կյանքի եք կոչել եւ իրականացրել եք։ Ասեմ, որ նաեւ մենք 2 միլիարդ ազատ միջոց ենք ունեցել, այսինքն այդ գումարները կարող էին իմ նշած խնդիրները լուծելու ուղղությամբ ծախսվել, բայց չեն ծախսվել եւ ես միշտ խոսում եմ կառավարման բացի կամ կառավարման թերությունների մասին, դուք միշտ հակադարձում եք հակառակը, բայց արդյոք սա չի նշանակում, որ իսկապես կառավարման առումով դուք ձախողել եք, մեծ բաց կա, որովհետեւ ունենք ազատ միջոցներ, գումարները ոչ մի ձև չեն ծախսվել եւ չեն ուղղվել գյումրեցիների բարեկեցության ապահովմանը։ Սիրով պատասխանը Տիգին Արությունյանը, ասեմ, որ միանշանակ աշխատանքներ շատ են կատարվել, կարող եմ նշել ընդհանուր մեր, այսպես ասեմ, փոշի կրուգի ամբողջ ցալապատումը, որը փոխարինվեց, կատարվեց, նշեմ, որ շատ ու շատ նախագծեր, որոնք հիմք են տրվել, դուք էլ ինձանից լավ գիտեք, որ կապիտալ վերանորոգումները եւ ընդհանրապես շինարական աշխատանքները ունեն ընդարձակարգ, նախագիծ, նախագծի մրցույթ եւ այլն, հետո շինարարության մրցույթ, ժամանակային առումով մենք ամբողջը ինչ որ հնարավոր է կատարվել են տուփ ասել բալկոնների վերանորոգման աշխատանքը, որը զարկ է տրվել անցած տարի, նույն կտուրների աշխատանքները, որոնք արդեն մտնում են հիմնական փուլ մրցույթներ են հայտարարվելու անցած տարվանից դրանք հիմքը տրվել, շատ ծեծված եւ շատ խոսված շների կածարանը, որը այդպես էլ չհասկացանք, թե ինչու 5 անգամ մրցույթ տնելուց հետո մի շինարար չեկավ չմասնակցեց, վստահությունը ինչի հետ էր կապված, դա էլ չհասկացանք, բայց ես արդեն համոզված եմ, որ մեզանից չէր, որովհետև մեծ գումարը մենք չէինք տալու, կառավարություններ տալու գումարի առյուծի բաժինը երևի այդտեղ էր վստահության, փոսային աշխատանքները կատարվել է մեծ ծավալով փոսային աշխատանքները կատարվել միանշանակ եւ ասեմ ձեզ ժամանակային առումով մենք 24/7 ռեժիմով է աշխատել քաղաքապետարանը, հետո դրանից հետո հայտնի դեպքեր եղավ, որ ուզեցան մեզ ծնկի բերեն, մեզ չթողան աշխատեն, մինչև այսօր էլ մեզ խոչընդոտներ են հանդիսանում, շատ ու շատ ծրագրեր չի ընդունվում նախարարության կողմից, շատ ու շատ ծրագրեր, որոնք գնում եւ պտտվում են, ինչպես ասում էր Գյումրու քաղաքապետարանը 13 եւ 14 նախարարություններ եւ գերատեսչություններ, որոնք անընդունելի են ներդրումների համար։ Ես խնդրում եմ, որ դուք նորմալ ուշադրություն դարձնեք այդ ուղղությամբ, քանի որ եթե ներդրողը գալիս է եւ ուզում է Գյումրիում ինչ-որ գործ աշխատանք կատարի 3-ից 4 տարի իր նախագիծը դեռ չի հաստատվել, տարբեր գերատեսչություններ պտտվում է, ամեն մեկը ասում է, այս փոխիր, այն փոխիր, նորից գալիս է մեր մոդը փոփոխություններ, նորից գնում է ցիկլ, արդեն զզվում են։ Ժողովուրդը, ներդրողը արդեն հիասթափություն է ապրում, որ ես եկել եմ, որպես այս քաղաքը սիրող իմ ծննդավայրը 20 տարի է բացակայել եմ այստեղից, բայց հիմա ուզում եմ, գումար ունեմ, հնարավորություն ունեմ իմ քաղաքի մեջ ինչ-որ բան կառուցելու, ինչ-որ բարիք պրոդուկտ ստեղծելու, եւ երբ որ հանդիպում է այդ ամեն ինչին այդ արկեկներին, հիասթափում եմ միանշանակ։ Հա, քարտեզը
լավ մնա հետո այս քարտեզի մասին կխոսամ։ Մեջել են, տեղյակ եք Տիգին Հարությունյան։ Հայաստանի Հանրապետության ծովից ծով քարտեզը հա, տեղյակ եք, անդրադարձեք անպայման։ Ամեն ինչ եկա, գիտեք ինչ, հիմա չեմ ուզում անդրադառնալ այդ բանին, տեսանելիությունը, ամեն ինչը, որ ուզում է տեսնել, կտեսնի Գյումրու քաղաքապետարանի աշխատանքը, նաև ձեր աշխատանքը, ձեզ ասեմ, դուք էլ լավ ընդդիմություն եք, նորմալ աշխատում եք, բայց խնդրում եմ, որ նոր տեսանելի է, լավին լավն ասեք, վատն է վատն ասեք, ոչ թե ասեք, թե իսկական գումարները, դուք ինձանից էլ լավ գիտեք, եթե այդքան շոու չգիտեմ ինչ անվանում տնեմ, կանսերվաշոու երկուսեր, ինչեր եկան 600 հոգի զորք ու զրա լծեցին Գյումրու քաղաքապետի, ոչ մի անգամ, ոչ մի րոպե չի խուսափել, ոչ մի կառույցում գնա ներկայանան։ Եթե իրենք այն գրեին, որ ձեզ բերմանն է եւ այլն ծամուցել են, եկեք ներկայացեք, ու կար կներկայացնել։ Բայց այդ ամեն ինչը տեսանելի է, չեմ ուզում այդ մեկնաբանել, որովհետև մեկնաբանությունները մոտ է ժամանակը, արդեն մեր համակարգացիները եւ մեր ժողովուրդը կդա։ Այլ հարցեր։ Այդ օրակարգին վերաբերելի ենք անոր պարոն Ալակերյան, խոսակցությունը դուք եք ծավալել, բնականաբար շեշտադրումներ կենեք, որոնց պատասխանը ես ցանկությունն եմ տալու, նախ շինարարական պրոբլեմի հետ կապված Տեր-Շների ապաստարանի, որ 5 անգամ մրցույթ է տրվել եւ ոչ մի շինարար չի մասնակցել, դրա պատճառները պետք է փնտրեք համայնքապետարանի շենքում, այն շեշտադրումը, թե գումարը պետք է կառավարությունը տար, կարող է դրա համար չեն մասնակցել, կառավարության հայտարարած ծրագրերին մրցույթներ գրեթե չկայացած մրցույթներ չեն լինում, շինարարը չէ մասնակցել դեպքում, դրա բառաբացույցը 500 դպրոցին կամ մանկապարտեզ ծրագրի կառուցումն է, դրա բառաբացույցը երկրորդ պոլիկլինիկայի հիմնանորոգումն է, 5 շինարար մասնակցել է։ Շուտով կսկսվի արդեն մեկնարկային փուլ է։ Ամենափրկչի այգու շինարարական կառուցում, այսինքն կառավարության կողմից հայտարարված կամ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերը շատ շահագրգիռ են շինարարների համար, իսկ այն պնդումը, թե փողը պետք է կառավարությունը տա, գումարը կառավարությունը տվել է համայնքին, շների ապաստարանի կառուցման համար։ Այդ թե ինչու ոչ մի շինարար չի մասնակցել, այդ է փնտրեք քաղաքապետարանի պատերի ներսում, նրանց պատճառները, միգուցե վստահություն չկա, միգուցե համոզմունք չկա, որ նորմալ շինարարական պրոցես կընթանի։ Եվ երկրորդ, եթե դուք ասում եք ներդրումներից եք խոսում, պնդելով, թե կառավարությունում գնում մի քանի գերատեսչություններում պտտվում է, մերժում են ստանում, փոփոխություններ են առաջարկում, բնականաբար դա այն պրոցեսն է, որով կառավարությունը, պետությունը ցանկացած խոշոր ներդրում փորձում է պահել իրավական դաշտում եւ փորձում է պահպանել քաղաքաշինական բոլոր նորմերը, բայց օրինակ նույն հարցապնդումը կարող եմ անել ձեզ Արմեկոդեկ ընկերության հետ կապված, դա Աղբադաշտի մոտ ծրագիրն էր, որը մի քանի միշտ շարունակ անընդհատ ես ձեզանից պահանջում եմ պատճառաբանություններ, կետային մեկնաբանություններ, թե ինչ խնդիր կա այդ ծրագրի հետ կապված ընտանոլ առմամբ, բազմաթիվ անգամներ դուք ասել եք համայնքին է վնաս, չգիտեմ, այնտեղ ինչ-որ մութ անկյուններ կա, ես նույնիսկ գրություն եմ գրել ամսի 20-ին, փորձել եմ ձեզանից պատասխանատու կարել, թե կետային ինչ խնդիրներ կա այդ ծրագրի հետ կապված, Եթե մենք ներդրումից ենք խոսում, խոսքը գնում է մոտ 5 միլիոն դոլարի ներդրման մասին, բայց այստեղ մեխը հարցի ոչ թե գումարի չափն է, այլ նրա հետևանքները որպես այդպիսին, որովհետև Աղբադաշտի վերացման մասին է խնդիրը, մեր մուշ թաղամասի բնակչության առողջության մասին է խոսքը, եւ խնդրում եմ պատասխանեք կետային ինչն է խնդիրը։ Այդ դա է ուղիղ ներդրումային խոչընդոտումը։ Ոչ թե կառավարությունում գնում պտտվում է ծրագիր։ Դա նորմալ երևույթ է։ Նորմալ երևույթ է, որ քաղաքապետարանում մուտք լինելուց հետո քննարկվի տարբեր գերատեսչություններում, քննարկվի տարբեր բաժիններում, դա նորմալ պրոցես է աշխատանքային, որը խնդիր չեմ տեսնում, բայց եւ այնպես 5 ամիս պահանջել հաստատում կետային, թե ինչն է խնդիրը այդ ծրագրի հետ կապված ու պատասխան չստանալ։ 5 ամիս պատասխան չեն տվել,
5 ամիս ես բանավոր հարցնում եմ ամեն ավականու նիստին, դուք ասում եք կպատասխանենք, նույնիսկ անցած ավականու նիստին հորդորեցիք, թե խնդրում եմ գրություն գրեք, որպեսզի կեդային պատասխանենք, գրությունը նույնպես գրված է, բայց պատասխան մինչև այս պահին չկա։ Բայց եւ այդպես ինձ, եթե պատասխան չի լինելու հստակ, ես կարող եմ ունենալ իմ հետևությունները, այսինքն տանել դա այլ ուղղությամբ։ Խնդրեմ շատ արագ հանձնարարականներ տալ պատասխանել այդ գրությանը, որպեսզի մենք էլ իմանանք, թե որն է խնդիրը այս հարցի շուրջ։ Այո։ Ներդրողը մի քանի անգամ քաղաքապետարանում եղել է։ Չգիտեմ, դուք այդ հանդիպումների ներկա եղել եք, թե չեք եղել, դուք խնդրեմ դուք պատասխանեք իմ գրավոր հարցմանը խնդրում եմ պատասխանել, որ չկա արդեն ձեզ խնդրում եմ, որ ներդրողը կարող մենք էլ հարաբերություն ենք այդ ամեն ինչը, տեսնենք ինչ է պահանջում, ինչ է առաջարկում, ըստ այդմ շարժվում ենք։ Կարող եք այդ կազմակերպել։ Խնդիր չկա, ներդրողը իր առաջարկներն արդյոք խնդրեմ դուք եք ձեր բացատրությունը գրավոր տեք։ Հա, դուք ներդրողին բերեք, ես կսիրեմ էլի վիզուալ մարկանց։ Վիզուալ, իսկ ես սիրեմ, աչքերի մեջ հարց եմ տալիս, բառն առաքելական պատասխանը կա։ Դուք խոսում եք Չէ, որովհետև դուք ասում եք սիրում եմ վիզուալ, այսինքն հիմնավորում եք բերում թե չի բերի չպատասխանեք գրությամբ։ Լսեք, դուք որ արդայնում եք, ես ձեզ հետ խոսում եմ, դե չեք խոսում։ Հիմա խնդրում եմ մի գտադեք ինձ։ Միասին լսեք, պահպանեք այդ ամեն ինչը։ Կարելի է։ Կարելի է, բայց իմ հարցի պատասխանը ակնհայտորեն դուք փորձում եք շեղել, ասում եք բերեք ուղիղ խոսեք։ Գրությանը պատասխան լինելու է թե ոչ։ Կլինի անպայման։ Դե կլինի դրանից շարունակությունը արդեն կլինի անպայման պատասխանենք, բայց ինչ եք խուսափում նրանից չէ հակապետի պաշտոնականը եթե խուսափելուց խոսանք 5 ամիս չպատասխանելուց լավ խուսափման դրսևորում չի Դե ուրեմն ավականու նիստին բանավոր ասելուց հետո ասել եք թե պատասխանեք ու պատասխան չկա, դա արդեն խուսափում է։ Գրություն ուղարկեք, գրությանը չեք պատասխանում, դա խուսափում է։ Ինչ ելից եք, պատասխանեք, մնացածը հետո կտեսնենք։ Վերջացրեցի, լսեք ուրեմն ասում, 80 միլիոնը նորից եք ասում, չի տրվել քաղաքապետարանին, այլ ծրագիրը իրականացնելուց հետո շների կացարանի, պետք է տրվամադրվեր։ 80 միլիոնը սպասեք մի կնտատեք, նոր ասեցի, 80 միլիոնը պետք է տար կառավարությունը, իսկ մնացած գումարը 24 միլիոնը պետք է տար քաղաքապետարանը, այսինքն արյուծի բաժինը տալիս է կառավարությունը, 24 միլիոնը փոքր բաժինը տալիս է քաղաքապետարանը, դրանից հետևություն նոր դուք ասել եք ու միշտ է խմբակցությունը ասում էր վստահության խնդիր կա, դե մնացածը թող արդեն քաղաքացիները եզրակացության հանգեն, դե վստահությունը որտեղ է կայանում։ Մեզ չեն վստահում, թե կառավարությանը չի վստահի շինարարը։ Մենք էլ մեր գործիքակազմով 5 անգամ մրցույթ ենք հայտարարել։ Դրանից առավել մենք գործիքակազ չունենք։ Ընդդուք առանձին խոսակցություններ ենք ունեցել շինարարների հետ։ Ասել ենք եկեք մասնակցեք բազմիցս։ Անցնենք օրակարգին։